հասկացությունը գործ չտալու։ Այո։ Նույնիսկ միջև այսօր մարդը հանցանք է գործել, նախընտրում են այդ հանցանքի մասին չհայտնել, այսինքն մարդը շարունակի մնալ ազատության մեջ եւ այլ մարդկանց վնասել, միայն թե չհամարվի, որ իրենք նորից կներեք արտահայտության համար գործ տվող են։ Այո, դա կապ չունի իրականում մեր ազգայինի հետ, դա մեր թաղային միջավայր 50-ական թվականներից կրիմինալ աշխարհից թափանցած մի երևույթ է, որը որ այնքան արմատավորված, դա մտածա մեր կանանց գլխի մեջ։ Մայրեր կան, որ իրանց երեխաները դպրոցներում կռիվ են արել, իրար երեխային այնպես են ծեծել, որ ֆիզիկական վնասվածքներ է ստացել, առողջական խնդիրներ ունի, բայց ինքը ասում է ես գործ տվող չեմ։ Այսինքն մերոնք չեն հասկանում, որ երբ որ դու արդեն պետության մեջ ես ապրում, որպես ազգ, ուզես չուզես դու իրավունքի ու օրենքի դաշտում պետք է ապրես։ Այն չի, որ դա իրավական համակարգի հանդեպ անվստահություն է, պետության ինստիտուտները չհարգել։ Դա ես շատ լուրջ է։ Այսինքն, եթե չկա պետություն, չկա մի մարմին, որ դրանով զբաղվում է, մարդիկ իրար մեջ են, իրար այնքան են ծեծում, միջև սպանում են։ Միջև մեկը մյուսին ծեծեց, հետո մյուսն է գնում։ Ինքը գործ տվող չի հայտնի ոստիկանություն, բայց հետո այնպես կծեծի, որ կսպանի։ Դա համարվում է կրիմինալիզացված հասարակությանը բնորոշ երևույթ է։ Թաղային համայնքներում, բակային համայնքներում շատերը հենց կրիմինալ արժեքների մեջ են եւ նորմալիզացված է հենց կրիմինալը։ Սա ինչով է վտանգավոր, որ ազգայինի տակ ձևակերպված է հենց կրիմինալը։ Սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ կրիմինալ արժեքով ապրող հասարակությունները իրենք երբեք չեն կարողանում աճել։